Պատգամավորներ, հարգելի գործընկերներ, փաստացի այս կարգավորմամբ հետևյալ փոփոխությունն է առաջարկում իրականացնել։ Ինչպես գիտեք, միջազգային պրակտիկայում առկա են որոշակի վիճակագրական ուղեցույցներ, թե ինչպես պետությունը պետք է իր ֆինանսական վիճակագրությունը հրապարակի։ Մասնավորապես դա GFS-ն է եւ PSDS հաշվետվողական համակարգերն են, որոնց համաձայն պետական պարտքը իր մեջ պետք է ներառի համայնքային պարտքը եւ զուգահեռ չպետք է ներառի օրինակ կենտրոնական բանկի պարտքը։ Հայաստանի Հանրապետությունը արդեն մոտավորապես 3 տարի բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Հայաստան զարգացման բանկի հետ այս փոփոխությունը իրականացնելու համար եւ քանի որ այս փոփոխությունները նաեւ մեր միջազգային գործընկերների խնդրանքն է եւ հորդորն են, որպեսզի մենք համապատասխանացնենք մեր օրենսդրությունը միջազգային լավագույն պրակտիկային, մենք ինչ փոփոխություններ ենք իրականացնում։ Համար 1 պետական պարտքից, պետական պարտք սահմանումից դուրս է գալիս կենտրոնական բանկի պարտքը եւ ավելանում են համայնքների պարտքը։ Համար 2 կառավարության պարտքից հանվում են երաշխիքները, որովհետև իրականում դա պարտք չի, դա ընդհանրապես պայմանական պարտավորություն է։ Միաժամանակ մի շարք այլ փոփոխություններ են իրականացվում, մասնավորապես վարկային միջազգային պայմանագրերում, որոնք ունենք փոփոխական դրույթներ, այսինքն երբ որ արդեն ընդունում ենք եւ մնում է կետ, որը ֆինանսների նախարարությունները երկրների իրար հետ պետք է համաձայնեցնեն, ներկայիս դրությամբ կա դրույթ մեր մոտ, որ ֆինանսների նախարարությունը ամեն անգամ պետք է գնա եւ լիազորագիր վերցնի, որպեսզի կարողանա այդ կետերը բանակցել, բայց եթե մի համաձայնագրի մեջ արդեն նախատեսված է, որ համապատասխան նախարարությունները իր հետ պետք է ինչ-որ բաներ ճշգրտեն կամ բանակցեն, օրինակ կուրսերի, ասենք այդ պահի կուրսերը եւ այլ ցուցանիշներ, մեր կարծիքով մի քիչ նպատակահարմար չի ամեն անգամ ֆինանսների նախարարությանը ասել, երբ որ օրինակ Գերմանիայի Դաշնության ֆինանսների նախարարը գալիս է ինչ-որ բան առաջարկում, մենք իրան պատասխանելու համար ամեն անգամ լիազորագիր վերցնենք, որպեսզի պատասխանենք։ Դա ահավոր երկարացնում է process-ները եւ ֆինանսական կորուստների է բերում։ Վերջապես մի հատ կարևոր բան, իհարկե կարելի է ասել, դե երաշխիքները հանում եք, իսկ որտեղ է երաշխիքը, որ դա գործիք չի դառնա գերկիրառության։ Մենք ներարկում ենք 2 կարևորագույն փոփոխություն։ 1 դա կառավարության պարտքը, երբ որ 60%-ը գերազանցում է, ապա կառավարությունը իրավունք չունի, պետությունը իրավունք չունի վերցնելու լրացուցիչ պայմանական պարտավորություններ, պայմանագրային պայմանական պարտավորությունների մասին է գնում խոսքը, կամ թողարկելու երաշխիքներ, բացառությամբ, եթե դա համապատասխան ձևով ազգային ժողովի հետ համաձայնեցված չէ։ Այսինքն մենք էականորեն թափանցիկությունը բարձրացնում ենք նման պարտավորությունների վերցնելու։ Եվս մեկ դրույթ, մենք ասում ենք, երբ որ կառավարության պարտքի, երաշխիքների եւ պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարը 70%-ը հնայի գերազանցում է, նույն դրույթն է կիրառվում, այսինքն մենք պետքա գանք եւ ազգային ժողովին ներկայացնենք, թե ինչու այս կամ այն երաշխիքն ենք ուզում թողարկենք, կամ այս կամ այն պայմանագրային պարտավորությունն ենք, պայմանագրային պայմանական պարտավորությունն ենք ուզում վերցնել։ Կանխագուշակելով հարցերը հետեւյալը կարող եմ ասել, կառավարության տեսանկյունից, ասենք, արդյոք որևէ բան փոփոխվում է, որովհետև մեր ֆիսկալ կանոնները հենց կառավարության պարտքին են առնչվում։ Կառավարության պարտքը եթե 2024 թվականի վերջում 48% էր, եթե այս կանոնը օրինակ 24 թվականին կիրառվեր, կկազմեր 47.88 հարյուրերորդական տոկոս, այսինքն մեր մոտ կարելի ասել գրեթե ոչ մի բան չէր փոխվի այս փոփոխությունների արդյունքում։ Շնորհակալություն, պատրաստ եմ հարցերին պատասխանել։